Քրիստոնեական եկեղեցիներում այս կիրակին տոնական էր, նշվում էր Աստվածածնի տուփի գյուտի տոնը։ Ավանդության համաձայն Սուրբ Աստվածածնի տուփը, որտեղ պահվել է Տիրամոր գլխանոցը, հայտնաբերել են երկու հույն իշխան Գալիլեայում։ Տեսնելով, թե ինչպես մի հրյակին տուփի զորությամբ բազում հիվանդներ է բժշկում, իշխանները բերում են այն Կոստանդնուպոլիս եւ հանձնում պատրիարքին։ Պատրիարքը տուփը զետեղում է Սուրբ Աստվածածին եկեղեցում եւ հաստատում տուփի գյուտի տոնը։ Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը մեր եկեղեցու տոնացույցում հաստատվել է 18-րդ դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տնօրինությամբ։ Ինչպես Աստվածամոր անվան հետ կապվող յուրաքանչյուր իր այնպես էլ տուփը մարդկանց կողմից պաշտամունքի առարկա է դարձել։ Օրինակ, ըստ ավանդության Աստվածածինն իրեն պատկանող երկու զգեստները եւ գոտին վերափոխումից առաջ կտակել է երկու աղքատ քրիստոնյա կանանց, ովքեր խնամքով ու զգուշությամբ պահել են իրենց համար թանկագին այդ հիշատակներն ու փոխանցել սերնդեսերունդ։ Հետագայում Տիրամոր գոտին հայտնաբերվել է Երուսաղեմում եւ Արկադիոս Կայսեր օրոք տեղափոխվել Կոստանդնուպոլիս, որտեղ Կայսեր եւ նրա դստեր ջանքերով դրվել է տապանակի մեջ ու պահվել Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Ամեն տարի այն դուրս է բերվում եւ տարվում հունական որևէ քաղաք երկրպագության։ 2011 թվականին առաջին անգամ հույները ռուս եկեղեցու համար բացառություն արեցին։ Գոտին բերվեց Սանկտ Պետերբուրգի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։ Հազարավոր հավատացյալներ հնարավորություն ունեցան դիպչելու սրբազան մասունքին, օրհնության ու բժշկության արժանացան։ Հայ հավատացյալների համար առանձնահատուկ է հատկապես Տիրամոր պատկերը, որ հայոց աշխարհ է բերել Հիսուսի առաքյալներից Բարդուղիմեոսը եւ պահել Անձևացյաց գավառի դարբնոց քար կոչվող վայրում։ Այստեղ հետագայում Աստվածածնի անունով եկեղեցի է կառուցվել։ Թե հետագայում ինչ է եղել Տիրամոր պատկերը հայտնի չէ։ Այսօր Սուրբ Կույսից մնացել է միայն գոտին ու տուփը, որոնք պահվում են հունական եկեղեցում։ Քրիստոնեական եկեղեցին սրբերի մասունքների հանդեպ ունեցել եւ այսօր էլ յուրահատուկ վերաբերմունք ունի։ Եկեղեցական կյանքի փորձառությունն ու ավանդությունը փաստում են, որ ամենակարող Աստված իր զորությունը փոխանցում է նաեւ այդ մասունքների միջոցով։ Ուստի հավատացյալներն աստվածային զորությամբ օժտված իրերին խոնարհություն բերելով երկրպագություն են մատուցում Աստծուն։ Վիկտորիա Կարապետյան, Եկեղեցական կյանք։